Պարոն վարչապետ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատել եք, չգիտեմ դուք հստակեցրեք անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ինչ պատճառով եք իրեն աշխատանքից ազատել, արդյոք ձեր որոշումը կապ ունի երեկվա Սամվել Կարապետյանի տանը իրականացվող գործընթացների միկրոֆոնները ոնց եք բան, որ մի քիչ հետ տանեմ։ Արդյոք ձեր որոշումը կապ ունի երեք Սամվել Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների եւ նաեւ հայ առաքելական եկեղեցու հոգեվորականների վերաբերյալ ձեր գրառումների հայտարարությունների հետ։ Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից եւ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև այս 4 ավելի 5 տարի այդ լարված պայմաններում աշխատելը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Իմ նշած հանգամանքների հետ կապ չունի։ Գիտեք, ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ, իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգության։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն վարչապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Պարոն Փաշինյան, Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող իրադարձությունները ինչու սկսեց, այսպես ասենք, արշավ բռնեցին այն հայտարարությունից հետո, որ արեց Կարապետյանը եկեղեցու մասին սկսվեց այդ ամբողջ այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր եւ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում իրենց ձևերով ինչ որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որ մեկի լեզուն պտտվի տենց բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս որ մեկի լեզուն չպտտվի տենց բան ասի, որովհետեւ գիտեք Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքի մասնակցելու իրավունք, բայց Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող եւ ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Այսինքն Կարապետյանը ուղղակի ասաց, որ ես կլինեմ եկեղեցու կողքին, դա համարում եք սպառնալի եկեղեցու եւ ով որ այսպիսի բան ասի պետք է կալանավորվի։ Կարապետյանը ասաց, որ մենք եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն եթե քաղաքական մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատական։ Ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ իմիջիայլոց մեզ մեղադրում է եւ մարզային այցերում էլ այդ մեղադրանքը հաճախ են նշում։ Մեր երկրում ցավոք շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ նրանք ովքեր կփորձեն կամ կշփոթվեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում։ Այսինքն ով որ ասի որ կանգնել են եկեղեցու կողքը նույն ճակատագրին է արժանանալու։ Ով որ ասի որ եթե քաղաքական գործիչներ եւ ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմիջամտենք, արժանանալու է մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու է, այո։ Հիմա պարոն Փաշինյան։ Եվ ուրիշը ասեմ, ես կարծում եմ նաև հիմա արդեն հայտնի է, իմ կարծիքով նաև այդ հայտարարությունը ընդհանրապես կապ չունի ոչ եկեղեցու, ոչ եկեղեցու շահերի հետ։ Ես ուղիղ 1 ամիս առաջ, 1 ամիս ժամկետով տվել էի կառավարության անդամներին, վերաբերելի անդամներին հանձնարարական, որ կամ հեծին կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի, այդ ինչ պատմություն է
Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով եւ զայրույթով դրա մասին հրապարակային խոսել եմ մի քանի անգամ, զարմանքով եւ զայրույթով արձանագրեցի, որ ըստ էության ՀԵՑ-ը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել եւ հիմա նաեւ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ ՀԵՑ-ը պետքա ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին եւ ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման, որովհետեւ կառավարության անդամները սկսել էին աշխատել, հեցին հստակ ուղերձ տվել էին, որ տեսեք, եկեք կամ հստակ հաշվարկում ենք ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին, որովհետեւ որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, որ մարզ գնում եմ, մարդիկ համատարած ինձ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են հոսանքը անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնան էինք առել, վառվել է, հեռուստացություն էինք, վառվել է, ով է դրա պատասխանը տալու։ Երբ որ դա 1 դեպք է, 2 դեպք է, 3 դեպք է, դա ուրիշ իրավիճակ է։ Ես Լոռու մարզում այց եմ կատարել, Լոռու մարզի իմ այցի ժամանակ ես ուր մտել եմ, հոսանք չի եղել։ Ուր մտել եմ կամ եղել է, անջատվել է։ Դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, հյուրանոց կլինի, մասնավոր հիմնարկ կլինի, համայնքային հիմնարկ կլինի։ Սա անհանդուրժելի վիճակ է եւ ասում եմ, եկեղեցին տվյալ դեպքում ՀԵՑ-ի շուտով նախկին սեփականատերերի համար ընդհանրապես ծխածածկույթ է։ Ներողություն, բայց պայմանը արդեն խախտում ենք, էլի։ Ենթադրում եմ, որ ոչ, իրենն է։ Ինքը ուղղակի հետո կմնա։ Պարոն Փաշինյան, հիմա Սամվել Կարապետյանը 3 հայտարարեց, որ թքած ունի ՀԵՑ-ի հետ կապված գործընթացների վրա, այսինքն դուք բիզնես ես գործունեությամբ դադարեցման կամ ազգայնացման անվան տակ չեք կարող իր մտադրություններից նրան հետ պահել, այսինքն ինչ եք անելու Սամվել Կարապետյանի հետ, քրեական գործեր են հարուցվելու, ներդրումները ամբողջ այն տարիներն, որ ինքը իրականացրել է Հայաստանում, դրանք բոլոր ազգայնացվելու են, ինչ գործողություններ եք անելու Սամվել Կարապետյանի հետ եւ ինչպես եք Բեհափարի հետ կապված գործընթացները իրագործելու ձեր ուզած սցենարով, դուք ուզում եք հեռացնել նրան Բեհարանից։ Հայաստանի Հանրապետությունում կա իրավակարգ եւ այդ իրավակարգի շրջանակներում կարծում եմ ամենաարագ եւ արդյունավետ գործելու տեղը ազգային ժողովն է, կարծում եմ մեր մասնագետները քննարկում են արդեն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է։ ՀԵՑ-ը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ եւ կից օրենքներում կամ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ ամեն ինչ տեղի կունենա օրենքով։ Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանության կապ չունեն, կապ կստեղծվի թե չէ, այդ արդեն ուրիշ խնդիր է, բայց բում process-ը, հա, ինչ մտադրություն, որ ինքը մասնակցելու է այս գործընթացներին իր ձևով, այսինքն ինքը յետ չի կանելու, ինչ է կանելու։ Իր ձևով, տեսեք, իր ձևով ես ասում եմ, այդպես ասած, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ, բայց երբ որ մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է իր ձևով մասնակցությունը, Հայաստանի Հանրապետությունը կկասեցնի ցանկացածի իր ձևով որևէ հարց լուծելը։ Իր ձևով վառելով աղոթելն է։ Շատ լավ, ես կարծում եմ քննչական մարմինները կտան համապատասխան գնահատականներ, իսկ մոմ վառելու հետ կապված կարծում եմ կարող է իր ձևով հարցերը լուծելու մասին հայտարարություն անողը կարող է այդ մասին ցուցմունքներ տալ, բացատրություններ տալ,
փորձաքննություններ ներկայացնել, այդ ժամանակ կպահի։ Աշխարհաքաղաքական հետ տեսնում եք այս ամենի մեջ։ Ընդհանրապես գիտեք ինչ աշխարհաքաղաքականությունը շատ բարդ բան է, ամեն ինչի մեջ էլ աշխարհաքաղաքական հետ կարելի է տեսնել, նայած ինչքան նայես, նայած ինչքան հեռավորությունից եւ ինչքան մոտիկից նայ։ Խնդրեմ ձեր հարցը։ Եկեք, խնդրում եմ, եկեք պահենք պայմանը, որովհետեւ հա մյուս գործընկերների իրավունքները բան չանենք, որ արագ շարժվենք, էլի ես էլ փորձեմ արագ պատասխանել։ Դրա համար խնդրում եմ երկրորդ հարցը մի տվեք, որ ես կարողանամ արագ պատասխանել։ Եվ որովհետեւ ենթադրում եմ, որ այն հարցը, որ տալիս եք, թեմաները մոտավորապես པարզ են, ինչ են հարցը։ Աշխարհաքաղաքականությունից խոսեցիք, ամբողջ աշխարհը խառնված է իրար, պատերազմներ են գնում, դուք պատերազմ եք հայտարարում մեր հայրենակիցներին հայոց առաքելական եկեղեցու դեմ, երբ եք անցնելու վարչապետի լիազորություններին եւ մեկ փոքրիկ հարցել, արդյոք չեք վախենում։ Դե այդ պայմանը խախտեցիք արդեն։ Ուրեմն նախ հետեւյալը ես հայ առաքելական եկեղեցուն եւ Մայրաթորին չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, այո, տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է եւ եթե դուք նկատել եք, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերով առանձնապես չի արտահայտվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետքա օգտագործեին լկտի հարցակումներ անելու համար։ Այդ լկտի հարցակումները համարժեք պատասխան կստանան։ Ես ունեմ արդեն համոզվել եք, խնդրեմ։ Չունեք հարցեր։ Դուք վստահաբար պնդում եք արդեն մայիսի 31-ից սկսած, որ սրբազանները խախտել են այդ կուսակցության ուխտը։ Միշտ ասում եք հիմքեր կա, արդեն կպահականներն էլ դա որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում, երեկ էլ վեհապարին շնորհավորում էին հայրերի օրվա առիթով։ Ուզում եմ հասկանալ, բացի ձեր ենթադրությունները, դուք որևէ այլ հիմք ունեք նման մեղադրանքներ հնչեցնելու հայ առաքելական սուրբ եկեղեցու ծառաների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, եւ բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Ասում են անլուրջ է ձեր հայտարարությունը։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Խնդիրը այն է, հետեւյալը, ընդ որում ես ուզում եմ շատ հստակ ընդգծեմ, ընդ որում ես մոռացա մի վարքյան։ Իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա, հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որով հենց եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գրանցել է որպես հայ առաքելական եկեղեցու կանոններ եւ կանոններ։ Դա դուք ինչու եք հանձնաժողով ստեղծում ներողություններ, որ երկրորդ հարցն եք տա։ Պարոն Փաշինյան, որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգեբորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարեգին երկրորդին ինչպես եք հեռացնելու, հնարավոր է որ իրավապահները նույն կերպ ասենք եկեղեցի մտնեն։ Գիտեք, ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցություն, անհեթեթ եմ համարում։ Գիտեք 2000 ժողով ջան, հետ գամ միկրոֆոնը բաժետի անվտանգության աշխատակիցը ստեղ թակելա չեն կարողանում շատ բախումների մասին։ Դա կատարյալ անհետեցություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգեվոր բացառապես հոգեվոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգեվոր խնդիրը
իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի եւ ես ուզում եի ձեզ ցույց տալ, ես այսօր կռահելով ես բերել եմ ապացույցն, չէ՞, ապացույց։ Ես ձեզ բերել եմ այն մյուս գիրքը, այս գիրքը տեսած, Կանոնագիր քայլ։ Էջմիածի համաբարբար կանոնագիր քայլ։ Այս գրքերի մեջ է սահմանված սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ ուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթոլիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին։ Եվ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ Այստեղ ահագին բառեր կան իմիջիայլոց, ես կարդացել եմ, ահագին բառեր կան, ես հիմա չէ հումոր չեմ ասում։ Նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ բառեր էլ կան, անծանոթ բառեր էլ կան, բայց այսօր չեմ կարծում, թե մենք այսքան գրք եք կարդում։ Գիտեք, ինձ ես առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։ Եկեղեցու, գիտեք ինչ, վերջին շրջանում, վերջին ամիսներին հիմնականում հայ ժողովրդի պատմությանը, մեր եկեղեցու պատմությանը, մեր եկեղեցու ավանդներին, մեր եկեղեցու կանոններին, սուրբ գրյան ընթերցումներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Այո, արդեն այս կողմից այմը կարան ներողություն շատ խնդրեմ Ինչպես կարգավորեք նաև Ռուսաստանի արձագանքներին Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանի արձագանքներն էլ հաճուշացան, թե Միալիա Զախարովան, թե Վլադիմիր Սոլովյովը, որն իր հաղորդման ընթացքում այսպես բուռն կերպով արտահայտվեց հայ իշխանության հասցեին, Մարիա Զախարովան էլ ասեց տարօրինակ պատրվակով են ձերբակալում Սամվել Կարապետյանին Երևանում։ Ո՞րց եք արձագանքում այդ Ռուսաստանի արձագանքներին։ Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ իմ մեկնաբանելու մակարդակի մարդիկ են, որ ես իրանց ասածը մեկնաբանեմ։ Ասում էին նաև, որ իրանց ասածները թող մեկնաբանեն այն մարդիկ, ում հետ իրենք ամեն օր առնչվում են։ Իսկ ինչ քայլ է սպասել։ Այս չեղավ կանոնները։ Տպավորություն է, Ներողություն, հերթը դուք չունեք հարց։ Խնդրեմ դուք։ 25 հոգի եք այցելելու ինչ օրակարգով եւ ում հրավերով, աշխատանքային այց է պաշտոնական։ Ну, սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, բայց քանի որ մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել, այո, այդպիսի պլան կա, այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն, ես կարող եմ ասել, որ իրոք այո, այցը նախատեսված է եւ այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար համատեղության իմաստով հայտարարությունների այս բանին ընդհանրապես ասեմ, այն ինչ որ արդեն հայտնի է։ Հայտարարություն եք ընդունելու։ Չէ, նկատի ունեմ այցի մասին հայտարարություն եւ այլն։ Արդյունքները տեղում։ Խնդրում եմ, բոլորը սպառեն, որովհետեւ ժամանակի խնդիր է։ Փաշինյան Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին երես մի փոքր ուշ մեծորները վրանադարձել են։ Բայց ոնց որ ձեր հարցը արդեն տվել են։ Հայաստանի որ շատ փորձագետներ այսպես նշում են, հա, որ հենց կոնկրետ ունիկությամբ մեծ վտանգ այս ֆոնին։ Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը իշխանությունը անվտանգության խորհրդի նիստ արդյոք ինչու չի հրավիրում եւ վտանգները գնահատվել են թե ոչ Սյունիքի։ Նախ ես ձեզ ասեմ, որ անվտանգության խորհրդի նիստ բարբերաբար է հրավիրվում։ Ասենք օրինակ վերջին 1 շաբաթվա ընթացքում
կամ ամսվա ընթացքում երևի 4-5-6, բայց հաղորդագրություններ չեն լինում, բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ ինչպես ասել են, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Պարոն Փաշինյան, տպավորություն է, որ դուք այս երկրի դատավորն եք փորձում լինել, ԱԱԾ-պետն եք, կոշկակար եք, բոլորը փորձում են կատարել ձեր քմահաճույքները, սա է արդյոք ձեր ժողովրդավարությունը եւ խնդրում եմ արցախցիների պահով դուք բերել եք ձեր հայրենակիցներին այստեղ եւ պատասխանատվություն եք կրում, ինչ է սպասվում արցախցիներին այսքանից հետո, 40,000-ները կտրեցիք, մարդիկ մնացել են անտուն, խնդրում եմ որպես երկրի պատասխանատու պատասխանատվություն կրեք ձեր հայրենակիցների առաջ եւ պատասխանեք իմ այս հարցին։ Դուք ձեր հարցի մեջ նշեցիք, որ բոլորը փորձում են կատարել իմ քմահաճույքները։ Հիմա որ դուք ասեք, դուք իմ որ քմահաճույքն եք փորձում կատարել, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Բոլորը, դուք եք բոլորի մեջ մտնում, օրինակ դուք որ քմահաճույքն եք։ Ուժային կառույցների մասին կառույցները, Ես գիտեք ինչ, ներողություն եմ խնդրում։ Չկար այդ հայտարարությունը եւ բռնել տվեցիք Սամվել Կարապետյանին։ Ներողություն եմ խնդրում, ես հարցը լսեցի եւ հարցին պատասխանեցի։ Խնդրեմ։ Իսկ արցախցիների պահով չեք ուզում անդրադառնալ։ Կանդրադառնամ, հեսա կհարցը։ Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի դարձել են տեղեկություններ այն մասին, որ Ինչն է խնդիրը, ոնց սխալ են կանգնած։ Հա? Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի են եղել տեղեկություններ այն մասին, որ կաթողիկոսը Մինսկում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, թե ոչ, եւ եթե ահապան մանրամասները ձեզ հայտնի են, թե ոչ, եւ երկրորդ հարցը չի, ենթահարցը։ Դուք երբ եք քրիստոնեությունը ընդունել, ինչու է այս հարցը առաջանում, որովհետեւ դուք շուրջ 1 ամիս առաջ է, որ սկսել եք այս եկեղեցին մաքրելու գործընթացը, եւ եթե քրիստոնյան տեսնում է, որ եկեղեցում խնդիր կա, պետք է չնայի լրագրող է, պատգամավոր է, վարչապետ է, պետք է շտապ քայլեր ձեռնարկի, բայց որ դուք այս վերջում եք սկսել այս գործընթացը, հարցեր են առաջանում, ինչու այս փուլում։ Գիտեք, ես նաև նրա Մինսկից սկսեք, էլի։ Մինսկից ոչ մի տեղեկություն չունեմ։ Իսկ այս հարցի վերաբերյալ իմ դիտարկումները, իմ կարծիքները, դիրքորոշումները ես սկսել եմ արտահայտել շատ վաղուց իմ լրագրող եղած տարիներին եւ եթե ձեզ հետաքրքիր լինի կտեսնեք, որ այդ թեմայով տասնյակ հոդվածներ եմ գրել, անդրադարձել եմ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ նաեւ ուղիղ ու անկեղծ ուզում եմ ասեմ, ինչքան էլ դա ես հասկանում եմ, որ մի մասին միամիտ կթվա, իսկ մյուս մասին կթվա ոչ իրական, ես երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին, որովհետեւ ես ուղղակի չեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել։ Ես հիմա հասկանում եմ իհարկե, որ սա մի քիչ տարօրինակ է հնչում այդ առումով, բայց այն պահից, երբ որ ինձ համար այդ փաստերը եղել են ապացուցելի, ես հասկացել եմ, որ չեմ կարող որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ չեմ կարող ուղղակի անտարբերության մատնել այդ հարցը։ Ես վարչապետի ինչ լծակ եմ օգտագործել, այդ ներողություն, այդ էջը ես բացել եմ 2011 թվականին։ Հետևորդ չունեիք մինչև 2011 թվականը։ Բայց ինչ կապ ունի։ Մինչև 18 ձեզ հետևում են որպես վարչապետի, ոչ որպես դա իմ անձնական էջն է եւ ես իմ կարծիքները կիսում եմ այդ թվում որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների հետ։ Ինչ խնդիր կա։ Խնդրեմ։
Պարոն Փաշինյան, դուք ասացիք, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի, բայց ըստ էության հնչող ազդակները եւ տեղ ունեցող զարգացումները դրանց չեն բերում։ Առապատույց նային կրակոցները, որոնք տեղի ունենում Ադրբեջանի կողմից Սյունիքի գյուղերի ուղղությամբ եւ նաեւ խոսք էր գնացել օրի ու ժամի պայմանավորվածության վերաբերյալ, որը եղել է Փոխսյանի առաջարկը եւ Ադրբեջանը մինչեւ հիմա այդ առաջարկությունը չի ընդունել։ Սա արդյոք չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը ըստ էության Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում կնքել եւ նաեւ ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին եւ մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ եւ փորձում ենք ստեղծել այն միջավայրը եւ պայմանները, որ դա հնարավոր լինի։ Ես նկատի ունեմ, տեսեք, երբ որ մենք ընտրել ենք այդ ռազմավարությունը ունի մի առանձնահատկություն, որ մենք հետեւողական, քայլ-քայլ, համբերատար պետք է գնանք այդ ճանապարհով։ Իմիջայլոց ուզում եմ ձեզ հետեւյալը ասեմ, որ եթե նկատել եք, ես վերջին շրջանում ավելի ինտենսիվ եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ կարող եմ ասել, որ միանշանակ ընդգծել, որ խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին մենք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միանշանակ եւ աներկբա աջակցությունը։ Հիմա մնացածը խնդիրը հետեւյալն է։ Ես այսօր էլ պատրաստվում եմ ասել եւ գիտեք ինչ, իմ կարծիքը հետեւյալն է, որ այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։ Գերիների մասով Գերիների մասով էլ գիտեք, բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած այդ օրը ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Խորհրդարանական ընդդիմությունը պարոն վարչապետ ձեզ ամստահություն հայտնելու գործընթացը փորձում սկսել, չեմ հիշում թե որորդ անգամ։ Ինչ եք կարծում այս անգամ կհաջողեն եւ ձեր վերաբերմունք այս գործընթացին։ Գիտեք, ես ինչ պիտի մեկնաբանեմ։ Ընդդիմությունը իր գործունեությամբ է զբաղված, թող զբաղվի, կհաջողի, թե չի հաջողի, իրենք թող մտածեն, ես կարծում եմ, որ չի հաջողի։ Կարծում եք պատճառներ չկան։ Սավետ Կարապետյանի շուրջ երեկվա իրադարձությունից հետո նաև շատ դիմացիներ ակնարկում են, որ սա ուղղի Ռուսաստանից, այսպես ասած, հրահանգված է։ Դուք եք շարունակում պնդել, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ այս գործընթացները հենց Կրեմլից են, այսպես ասած, հրահանգում։ Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եւ ես չեմ կարող հավատալ, որ նրանք Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած, բայց ես նաեւ համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները եւ բոլոր հնարավորությունները կառավարել
այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը։ Հարգելի լրագրողներ, պայմանավորվածության Հարցին չպատասխանեցիք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մենք ընթացքի մեջ է բնակարանավորման ծրագիրը, աշխատանքի ծրագիրը եւ այլն, սոցիալական առավել խոցելի խմբերին սոցիալական աջակցության ծրագիրը։ Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն Հայաստանի Հանրապետությունում աշխատանք ունեն, աշխատում են եւ ես համոզված եմ, որ նաեւ մեր աջակցությամբ նրանք կտնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք իրենց զգան մաքսիմալ լիարժեք, չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանք գտնում են իրենց հայրենիքում, իրենց տանը եւ քաղաքացիություն կստանան եւ իրենք վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ։ Շնորհակալ։ Ինչու է պետության փողերով կրծվելը նորաձևը շարժումը ֆինանսավոր իրականություն։ Մենք եթե այդ հարցը կարևորում էիք, ախր այ կընթացքում։ Այդ ազնիվ ներողություն է։ Չէ, ներողություն, բայց վերև մենք պայմանավորվեցինք, որ մի հարց եք չէ տալիս։ Դա ազնիվ չի։ Եթե ես այդ հարցին կպատասխանեմ, բայց ես ուղղակի ուզեցի այդ դիտարկումը անել։ Ուրեմն իմ գործունեության ցանկացած ձև, հա, այսօր որ ես եկել եմ ազգային ժողով, հետո որ գնամ հետ ազգային ժողովից, այդ ամեն ինչը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, վարչապետի գործունեության շրջանակում։ Այն ինչ որ ես անում եմ կրծվելը նորաձև է շարժման շրջանակներում, դա համարում եմ իմ որպես վարչապետ գործունեության չափազանց կարևոր մաս։ Հակառակ դեպքում ես շաբաթ կիրակիները եւ նույնիսկ որոշ աշխատանքային օրերի աշխատանքային ժամեր չէի տրամադրի։ Ես կա որ մի րոպե, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ խոսակցություն է, մեր ժողովրդի հետ խոսակցություն է։ Դա փակ, խորհրդապահական, այսինքն դա գաղտնիք չկա, բայց հանգիստ դահլիճային պայմաններում։ Դա Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության մի մաս է եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Ընդ որում, գաղտնիք չի։ Չեն ասում ինչ գումարներ է ծախսում։ Դա այդ գումարները վարչապետի գործունեության առողակարգային եւ այլ ծախսերի մեջ է, որը միշտ էլ գաղտնի է եղել եւ այդպեսին է։ Այսինքն դա ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանդիպումներին, որոնտեղ ես չեմ մասնակցում, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցում, դա պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Եթե դուք մասնակցում դալիճի բացի մասը վարչապետի աշխատանքը։ Ես հիմա մանրամասները չեմ կարող ասել, բայց այնտեղ որտեղ ես եմ մասնակցում, այո։ Շնորհակալ։